Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում նրան տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք պատմական գիտությունների տեխնացու Ռաֆայել Համբարձումյանի հետ, ողջունում եմ պարոն Համբարձումյան մեր տաղավարում, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Եկեք այսօր մենք տարբեր հարցեր ենք քննարկելու ձեզ հետ, բայց եկեք սկսենք ուրեմն վերջերս այսպես շատ ուղղճացած եւ քննարկվող եկեղեցի պետություն փոխհարաբերություններին կամ երևի ավելի ճիշտ կլինի ձևակերպեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին կաթողիկոսի հանդեպ, նույնիսկ որովհետեւ կաթողիկոսը չի խոսել ի պատասխան ուրեմն Նիկոլ Փաշինյանի այս հարձակումներին կաթողիկոսի կատմամբ բանավոր հարձակումներին։ Ձեր կարծիքով ինչի համար է սա արվում, ինչ նպատակներ ունի եւ ինչի կարող է սա բերել։ Այս հարցին պատասխանելուց առաջ նախ եւ առաջ եւ մենք եւ բոլոր մեր ամբողջ ժողովուրդը պետք է իմանա մենք ինչ վիճակի մեջ ենք այսօր Հայաստանը։ Հիմքը ո՞րն է։ Հիմքը այն է, որ Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ, այսինքն մենք խաղաղության մեջ չենք, մենք պատերազմի մեջ ենք եւ մեզ մխրճել են պատերազմի մեջ։ Եվ որպեսզի մեզ կարողանան ջարդուխուրդ անել, նրանց հարկավոր է ամբողջ աշխարհում հակամարտությունների պատմության մեջ ընդհանրապես այդպես է եղել, որ երբ որ մի պետություն մի ուրիշ պետության հետ կռվում է, նրան առաջի խնդիրը հոգեբանական հարվածն է, այսինքն նրանց մեջ գտնել այնպես անել, որպեսզի նրանք չմիավորվեն, որտեղ իրենց միավորման հիմքը, իրենց ուժի հիմքը միավորումն է։ Նրանց պետք է խնդիրը նաև որպեսզի թույլ չտան, որպեսզի նրանք միավորվեն։ Եվ հիմա մեզ փաստորեն այսօր պետք է առաջին հերթին մեր ժողովրդին բացատրենք, որ մեզ ցկտում են անպայման անկճեն եւ իրենց նպատակին հասնեն։ Դրա համար նրանք պետք է պրպարակտեն մեզ։ Այդ պատճառով ես չէի ուզենա, որպեսզի մենք այս խնդիրը, այսինքն այդ պարակտում ենք տանենք դեպի առաջ, այլ ընդհակառակը մենք պետք է դա աշխատենք, գտնենք դրա ձևը, ինչպես անենք, որպեսզի դրան հաղթահարենք։ Այդպիսի պարակտում, ախր ես դա եմ առաջին հարցս դա է։ Մենք ինչ ունենք այս պահին։ Մենք ունենք Նիկոլ Փաշինյանի եւ եւս մեկ քանի հոգու Գարեգին կաթողիկոսի նկատմամբ ինչ որ պրետենզիաներ, ինչ որ մեղադրանքներ, որոնք հնչում են հանրային հարթակներում։ Մենք դրանից բացի ինչ ունենք։ Արդյոք մենք ունենք, ասենք, պետության կողմից եկեղեցուն այսպես ճնշելու փորձ, ես չգիտեմ, այնտեղ ունեցվածքի բռնագանձում, ձերբակալություններ, մենք ինչ ունենք եւ ինչն ենք մենք անվանում եկեղեցի եւ պետություն պարակտում։ Ես այս խնդրի մասին իմ կարծիքն ունեմ, մտավորականության մի մասին։ Սա այն է, որ մեր կառավարության գլուխն է կանգնած մեկը, որը ոչ թե մեր դավաճանել է, այլ մեր թշնամու գործիքն է։ Իսկ մեր թշնամու նպատակը Հայաստանը վերացնելն է աշխարհի երեսից, Հայաստանի Հանրապետության վերացնում է, դարձնելը Ռուսաստանի մարզ։ Եվ հիմա որպեսզի դրանք կարողանան դա անեն, իսկ ժողովուրդն անկախության բերումը ինչ-որ բավական լուրջ հակադարձություններ կարող են լինել, նրանք ուզում են այդ բանը անեն դրա համար։ Եվ այդ իշխանության եկած այդ անձը, որի մասին ես չեմ ուզում խոսել, որտեղ նրա մասին չարժի խոսել, դա նույնն է, որ ես ասեմ, ինչու է Էրդողանը այսպես անում։ Դրա համար նրա ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկի մեր համար մեկ ժողովրդի մեջ մեծ հեղինակություն ունեցող մեր ուրեմն կառույցը, որը 1700 տարի շարունակ պայքարել է հայոց անկախության, հայոց ինքնության, մեր մշակույթի պահպանության համար։ Հիմա ուրիշ, քանի որ պետությունը արդեն իրենց ձեռն է, նրանք ուզում են նաև եկեղեցին վերցնել իրենց ձեռը, ինչպես անել էին կոմունիստները 50-60 տարի առաջ։ Այս է հիմա, դրա համար այս հիմքերով մենք պետք է մտածենք ինչպես անենք, որ մենք կարողանանք շրջանցել հայոց պետականության դեմ
սկսված այս պրակտիկ քայլը, որ մենք դա միացնենք իրար, ինչպես անենք։ Մենք չպիտի պաշտպանենք ոչ հատկապես չպիտի պաշտպանենք իշխանություններին կամ եկեղեցուն։ Այս երկու թևերը իրար փոխանակ, իրար անընդհատ հարվածում են։ Մենք պետք է գտնենք ձևերը, ինչպես անենք, որպեսզի այդ հարվածը չլինի, որ մենք կարողանանք օգուտ քաղել։ Դրա համար խնդիրը մեկն է, որպեսզի մենք կարողանանք հիմքը գտնել այդ ձեր ասած այդ հակամարտության հիմքերը վերացնելու համար ինչ է պետք անել։ Համար առաջի խնդիրը նա է, որ հայոց կաթողիկոսը պետք է հանդես գա հայտարարությամբ եւ չշղթելով իր մասին ասված այդ պնդումները, որ նա երեխա ունի, եսիմ ինչ ունի եւ այլն, նա պետք է հայտարարի, որ քանի որ ինքը ազգի գլուխն է, այսպես ասած, մեր բոլոր եկեղեցու գործիչները եղել են մեր ազգի պահպանը, հանուն ազգի միասնության նա պետք է հայտարարի, որ ինքը վերականգնում է իր աշխարհիկ կոչումը։ Հանուն Հայաստանի անկախության հայոց պետականության ամրապնդման նա այդ բանը պետք է անի։ Ինչ, եթե կարելի է բացատրեք, ինչ նկատի ունեք վերականգնել աշխարհիկ կոչումը։ Այսինքն ինքը կաթողիկոս է, նա փաստորեն պետք ըստ իրեն առաջադրած մեղադրանքների նա իրավունք չունի կաթողիկոս լինելու, ընդհանրապես զբաղվելու հոգևոր իշխանությամբ։ Դրա համար նա միանգամից ինքն իրեն հանուն մեր ազգի միասնության ինքը իրեն հրաժարական է տալիս։ Մոտարապես ես չեմ ուզում այդպեսի բառ ասել, բայց դա է նշանակում։ Շատ լավ, բայց Նիկոլ Փաշինյանը եւ պետական համակարգը, ինչպես դուք ասում եք, հենց դրան էլ ձգտում է, որպեսզի լինեն նոր կաթոլիկական ընտրություններ եւ նշանակվի նոր կաթոլիկոս։ Կաթոլիկոս ասացի տարբերությունը սա է, տարբերությունն է, որ սա անում է հայոց կաթողիկոսը։ Այսինքն, ինչ որ նույնիսկ պահանջում է, նա անում է հանուն ժողովրդի։ Այսինքն նա ազգային եկեղեցական ժողով է գումարում եւ այդ ժողովում դնում է հարցը, որ ինքը հրաժարվում է հոգեվոր իր ունակություններից, նաեւ այդ ազգային եկեղեցական ժողովը պետք է անպայման որոշում կայացնի, որ բոլոր այն եպիսկոպոսները, որոնք ուխտը դրժել են, նրանք պետք է հայտարարությամբ հանդես գան կամ հրաժարվեն կամ էլ դա կանի Այսինքն դուք լրիվ պաշտպանում եք Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, որովհետև ինքը հայտարարում է, որ ինքը եկեղեցու դեմ չի, ինքը ուզում է, որ մարդիկ ճիշտ վարվեն եկեղեցի կանոնագրքով եւ եթե կանոնագրքով այս տվյալ մարդը չի կարող դառնալ կաթողիկոս, նա պետք է կաթողիկոս չլինի, պետք է լինի նոր ընտրություններ եւ նոր կաթողիկոս։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն է, որ մենք չենք խորացնում այս հակասությունը։ Այսինքն տարբերությունն է, որ հայոց կաթողիկոսը որպես մեր հոգևոր գլուխ, նա պետք է մեկ գլուխ բարձր լինի բոլորից եւ հանուն ընդհանուր մեր միության այս խնդիրը ինքն է տանում առաջ։ Դե նույնն է ասում Փաշինյանը, որպես հավատացյալ ինքը ասում է, ես ուզում եմ, որ իմ եկեղեցին մաքուր լինի, անարատ լինի եւ քանի որ հեսա կանոնագրքում գրված է, որ չի կարող կաթողիկոսը կամ եպիսկոպոսը ունենալ երեխա, նրանք պետք է պահեն իրենց կուսակրոնությունը, հետևաբար այս մարդը չի կարող լինել այդ պաշտոնում։ Մոտավորապես սրա մասին է խոսքը, ես տարբերություն չեմ տեսնում դեր ասած։ Տարբերությունը նա է, որ տարբերությունը մեկն է, որ մենք պետք է ունենանք հոգևոր գլուխ, որը վճռականություն եւ համարձակություն ունի այսպիսի խնդիր առաջնելու, այսպիսի բան չի եղել մեր եկեղեցու պատմության մեջ, որ մեկը որևէ կաթողիկոս ինքն իրեն ուրեմն հրաժարական տա հանուն ազգի միասնության, այսպիսի բան չի եղել, սա առաջի անգամ է լինում։ Եվ սա ամբողջ հայ ժողովուրդը, անպայման ժողովուրդը եւ մեր սփյուռքը ընդհանրապես հայությունը շատ հրաշալի ձևով սա կարող է ընդունել։
Շատ լավ, մենք լսեցինք ձեր տեսակետը, ամեն մարդ իր տեսակետը ունենալու իրավունք ունի, ես կարծում եմ մեր հեստատուներից շատ հետաքրքիր է ձեր մոտեցումը, որովհետև դուք միշտ հանդես եք գալիս հայ ժողովրդի շահերից, ազգային շահերից եւ տվյալ դեպքում այդ հակամարտության հիմքը, որ դուք ասացիք Նիկոլ Փաշինյանի եւ Գայգին Կաթողիկոսի, այստեղ թաքնված մի բան կար, որովհետեւ Գայգին բան շատ սիրված եւ ընդունված է Մոսկվայի կողմից, նույնիսկ կարծեմ Պուտինից շքանշան ունի անպատասխան հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության եւ այլի հետ կապված։ Գուցե սա է հիմքը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ուրեմն այդ ուժը որպես այդպիսին Հայաստանում թույլատրել։ Մենք երկրորդ ես ասացի, որ հայոց կաթողիկոսը պետք է ազգային եկեղեցական ժողով գումարի։ Հիմա եթե ինքը հրաժարվում է, ինչ պետք է արվի։ Հաջորդ քայլը սա է, որ պետք է ազգային եկեղեցական ժողովը գումարի։ Իմիջիայլոց մեր եկեղեցին միակ եկեղեցին է ամբողջ աշխարհում, որի խնդիրները լուծում են ոչ թե եպիսկոպոսած դասը, այլ ազգային, այսինքն խորհրդարանը։ Ուրեմն ազգային եկեղեցական ժողովը պետք է հայտարարի, որ ավելի շուտ վերապարն է հայտարարում, որ կառաջարկենք, որպեսզի ազգային եկեղեցական ժողովը ընտրի 3 հոգեանոց մի խորհուրդ, հավասարապատիվ եւ հավասարազոր, այսինքն հայոց ամենահայոց կաթողիկոսությունը պետք է ղեկավարի մինչև նոր ընտրությունները այդ 3 հավասարազոր խումբը, որին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը։ Եվ առաջիկա 1 տարվա ընթացքում ամենակիչը պետք է ուրեմն ընտրություններ կատարվեն նոր եկեղեցի համար։ Սա է հիմնական խնդիրը, որ ես ուզենայի ժողովրդին ճիշտ հասկանալի է, ես որևէ բան չունեմ ասելու, պարզապես ուղղակի հիշեցնում եմ ձեզ եւ մեր հեռուստատողին, որ ուրեմն մոտորապես նույն ճանապարհով է ընթանում նաև Նիկոլ Փաշինյանը, որը ուզում է եկեղեցական ժողով հրավիրել եւ ըստ երևույթին ավելի լոյալ տեխնացու նշանակել ճանապարհով չի գնում։ Իմ առաջարկած ճանապարհը նա է, որ դա ասում է, որ սրան հանենք իմ ասածին դնենք։ Ես ասում եմ այդ խնդիրը լուծում է ազգային եկեղեցական ժողովը։ Դա արվելու է ոչ թե նշանակումով, այլ նույն ձեր ասած եկեղեցական ժողովը պետք է որոշի։ Ժողովը պետք է 3 հոգի ընտրի, որոնք պետք է լավ հայոց եկեղեցու տնօրինությունը տան այդ 3 հոգուն մինչև նոր ընտրությունները։ Հասկանալի է։ Ես առաջարկում եմ մենք դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Գովազդա եթերում։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Գնացու եւ ազգային հասարակական գործիչ մենք քննարկում ենք եկեղեցու շուրջը ստեղծված իրավիճակը, ես 1-2 հեռախոսազանգ կընդունենք այս թեմայի շուրջը, որից հետո մենք այսօր ունենք քննարկելու եւ այլ թեմաներ, ուստի խնդրում եմ սիրելի հեռուստադիտողներ, ձեր հեռախոսազանգերում լինել կոռեկտ, առանց վիրավորական արտահայտությունների եւ խնդրում եմ թեմայից չշեղվել, խոսել միայն նրա մասին, ինչ որ մենք խոսում ենք այս առաջի հատվածում, երկրորդ հատվածում ես նորից կընդունեմ հեռախոսազանգեր եւ արդեն այդ թեմայի հետ մենք քննարկենք։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Այո։ Բարև ձեզ, լսում եմ ձեզ։ Այո, ես ուզում եմ ասեի ձեր հյուրին, որ ես լիովին համաձայն եմ իր հետ։ Մենք ունեցել ենք այդպիսի կաթողիկոսներ, որ իրանց զոհաբերել են անուն պետության, անուն ամբողջ մեր երկրի։ Այ դրա համար ես իր հետ 100% համաձայն եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր զանգի համար, ուզում եք անդրադառնալ, թե որևէ բան չունեք ասելու։ Այո, եղել են կաթողիկոսներ, որոնք իրենց զոհաբերել են, բայց այդ զոհաբերությունը եղել է հենց իրենց կամքով։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, համեցեք ձեր հարցը։ Պարոն Հարությունյան, մի հատ հարց ունեմ ես մեր հյուրին ուզում եմ իմանալ։ Հիմա ես մի բան ասեց քեզի։ Այս Փաշյանի կնիկը, որ Փաշյանն ու Իրակինը եկեղեցի գնացին, ասի եկեղեցիները պղծել եք։ Դուք տեսել եք, պարոն Հարությունյան, որ առաջի տիկինը մտի եկեղեցի կիսով։
Դրկած թակավորը եկեղեցի։ Ներողություն, դուք կարող եք ունենալ ձեր կարծիքը, բայց դուք հարցը ձևակերպեք ձեր։ Ես իմ հարցը ձևակերպում եմ, որ եկեղեցի չեն կարա ճիսոպետել։ Բարավատ առաջի տիկիրը պետք է Շնորհակալություն։ Եթե անդրադառնալու բանն եք։ Շատ լավ։ Այդ դեպքում մենք անցնենք այսօրվա նախատեսված մյուս հարցերից մեկը, որովհետև պարոն Համբարձումյանը այն գիտնականներից է, ովքեր մանրակրկիտորեն վերաբերվել են, ուսումնասիրել են մեր պատմության վերջին շրջանը եւ Արցախյան հակամարտությունը, ուստի իմ առաջին հարցը ինձ թվում է շատ կարևոր է լինելու այս թեմայով, այնուամենայնիվ պարոն Համբարձումյան, ինչու մեր անկախ Հայաստանի պայմաններում միջազգային հանրությունը, չնայած տեղյակ լինելով, որ Արցախը եւ Նախճեվանը Ադրբեջանին է հանձնվել Մոսկվայի ռուս-թուրքական անօրինական պայմանագրի միջոցով, անօրինականության մասին դուք խոսեք, այնուամենայնիվ պաշտոնապես երբևէ չեն ճանաչել, որ ուրեմն Հայաստանի հավակնությունները ճիշտ են եւ ուրեմն Արցախը դա հայկական հող է եւ ինչ որ տեղի ունեցավ մոտ 26-30 տարի այս ընթացքում փաստորեն ոչ թե օկուպացիա էր, այլ ազատագրում էր, ինչու այս ամբողջ Արցախյան հակամարտության այս ընթացքը ընթացավ այդքան ցավալի ձևով, ինչու մենք չկարողացանք դիվանագիտական եւ պատմական եւ միջազգային իրավունքի հարթության մեջ ապացուցել, որ մենք իրավացի ենք։ 1991 թվականից Հայաստանը անկախ է։ Մինչև այսօր, ավելի քան 30 տարի անցել է, որևէ մեր իշխանություն ԼՏՊ-ից սկսած մինչև այս վերջինը չբարձրացրեց այս հարցը։ Երբ որ որևէ պետություն իր խնդիրները ինքը չի բարձրացնում, ինքը չի առաջ մղում, ինչպես կարող է նա համագիրներ ունենալ աշխարհում։ Ոչ միայն դա։ Հայոց պետականության ղեկավարը, հայոց վարչապետը հայտարարեց, որ Նախճեվանը եւ ուրեմն Արցախը պատմական տարածքներ են Ադրբեջանի։ Եվս ավելին, հայոց իշխանությունները բացարձակապես միակողմանի խնդիրը դնում են միակողմանի, նրանք չեն հայտարարում, ասում, թե այս Նախճեվանը եւ Արցախը ինչու որի պետությունը դա արեց տվեց թուրքերին, ադրբեջանցիներին։ Նրանք սա չեն ասում։ Նրանք ասում են, որ Արցախը պետք է ազատագրվի եւ դրա համար Արցախը Ադրբեջանին է միացրել Թուրքիան եւ ազերիները։ Պատկերացնում եք։ Երբ որ ինչի մասն եք ասում։ Հիմա ես ասեմ, երբ որ Ռուսաստանի նախագահը ասում է, որ Արցախը պետականորեն, պատմականորեն Ադրբեջանի տարածք է, եւ հայտարարում է, որ ինքը մեծ դերակատարություն ունեցավ Արցախը նորից վերաբռնակցելու Ադրբեջանին, այս մասին բացարձակապես ոչ մեկը չի խոսում, ամեն ինչ նորից գցում են թուրքերի վրա, այդպես չի կարելի ասել։ Սրանք երկշլով են իրար հետ են արել։ Ռուս-թուրքական ռազմադաշինքն է այս անում եւ շարունակում է այս բանը։ Ուրեմն այս խնդիրը պետք է բարձրացնի Արցախի եւ Նախճեվանի խնդիրը պետք է բարձրացնի հայոց պետականությունը, իսկ հայոց պետականությունը պետք է ունենա ազգային նկարագիր, որ չունի։ Ես համաձայն եմ ձեր արտահայտությունների հետ, բայց տեսեք, Պուտինին, որին դուք քիչ առաջ ցիտեցիք, ինքը ընդամենը ասաց հետևյալը, որ ըստ միջազգային իրավունքի Արցախը Ադրբեջանի մաս է։ Այո։ Եվ այստեղ հնչեց միջազգային իրավունք հասկացությունը։
Բայց մենք ձեզ հետ գիտենք, որ միջազգային իրավունքը խախտվել է հենց Մոսկվայի պայմանագրի միջոցով։ Կենքմանոր հենց։ Այո, եւ փաստորեն այստեղ այդ միջազգային այդ բնդմանը միջազգային իրավունքի պետք է որ հակաճարային միջազգային իրավունքի մյուս պաշտպանները, որոնք գտնվում էին Արևմուտքում եւ կուրսքի են ծեցում միջազգային իրավունքի տեսանկյունից եւ դա ընդհանրապես այդպիսի բան չեղավ։ Հիմա դուք պնդում եք, որ միջազգային իրավունքի հարցը պետք է բարձրացնի հայկական կողմը, բայց հայկական կողմը ժամանակին երբ ուժեղ էր եւ պետք է բարձրացնել, չէր բարձրացել, քանի որ գտնվում էր ուղղակի ռուսական կառավարման տակ։ Հիմա էլի չի բարձրացնում, որովհետև կամ գտնվում է ռուսական կառավարման տակ, կամ ուրեմն այլ նպատակներ ունի։ Ինչու միջև օրս չի բարձրացվել Մոսկվայի պայմանագրի անօրինականության հարցը պետական մակարդակով։ Որովհետև Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի դրածոն է եւ ամբողջ աշխարհում խայտարակում է մեր ժողովրդին։ Մենք անկախություն ունենք, մենք ՄԱԿ-ի անդամ ենք, բայց ոչ մի ինքնուրույն քաղաքականություն չունենք։ Դրա համար մեր խնդիրը, գերագույն խնդիրը պետք է լինի մեկը հայոց պետականության անկախ ինքնուրույն ինքնիշխան պետականության վերականգնումը։ Միայն այս միջոցով է հնարավոր մենք մեր բոլոր հարցերը որ կարողանանք դնենք, չեմ ասում լուծելու բանի խնդրի մասին։ Հայոց պետականությունը մենք պետք է կազմակերպենք։ Քանի որ մեր իշխանությունները, մեր կառավարությունը դա թշնամական երկրների գործակատարն է, ուրեմն հայ ժողովուրդը պետք է ժողովրդական մի հավաքով հիմնի իր ժամանակավոր իշխանություն միջև նոր ընտրությունները։ Մենք պետք է ոչ մի վարքյան չհետաձգենք այս իշխանությունների դատի տալ եւ նրանց պատասխանատվություն ենթարկել։ Տեսեք, սովորաբար երբ որ խոսում ենք 21 թվականի մարտի 16-ին ռուս-թուրքական պայմանագրի մասին, իրականում մեղադրվում են բոլշևիկները, հատկապես Լենին Աթաթուրք այդ գաղթի համաձայնագրի 20 թվականի օգոստոսի 24-ին 20 թվականի օգոստոսի 24 բայց չէ որ 1890-ական թվականներին ռուսական ցարական իշխանությունը արդեն սկսեց ճնշումներ հայերի դեմ եւ այդ քաղաքականությունը կարծես թե ընդամենը զարգացում ստացավ բոլշևիկների կողմից։ Դուք բերել եք 1890-ական թվականները, ես ասում եմ դա սկսվել է հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա վիճակը հիմնադիրը Պետրոս Մեծն է։ Շատ բացատրեք ինչու։ Պետրոս Մեծն է, որը գրավելով մեծ բարձկյան տարածքները, մեծ տարածքները, նա այդ տարածքները քանի որ որևէ ոչ բնակություն կար, ոչ էլ իշխանություն կար, նրա բազմաթիվ հայահոց գավառներից, Թուրքիայից եւ Պարսկաստանից մոտավորապես 100-120 հազար հայ մարդ բերեց լցրեց այդ տարածքները, որպեսզի կարողանա խնդիրը լուծել։ Ուրեմն սա ցեղասպանության 1948 թվականի վճռագրով կոչվում է ցեղասպանություն։ Այսինքն ցեղասպանության հիմնադիրը Ռուսաստանն է։ Շատ լավ, Պետրոս Մեծի ժամանակաշրջանում մարդիկ պատկերացում չունեին ցեղասպանության մասին եւ դա սահմանված չէր, եկեք թողենք դրան հանգիստ։ Մանավանդ որ Պետրոս Մեծին հայերը իրենք են դիմել խնդրագրով, որպեսզի գա եւ իրենց ազատի ուրեմն այդ լծից թուրք-պարսկական։ Նայել ասես մենք կանենք, բայց ինքը միացավ թուրքերին եւ Հայաստանը բաժանեց իրար առաջին բաժանում կատարվել է իր օրոք։ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև բաժանվեց Հայաստանը։ Շատ լավ, իսկ եղել են արդյոք Հայաստանի պետությունը վերականգնելու խոստումներ ռուսական կայսրության կողմից։
ինչի համար էին գնացել, ասենք, հայերը խնդրում ռուսներին, որպեսզի գան Կովկաս։ Վերջերս մենք մեր մեղքը պետք է ընդունենք, որ մենք ենք ռուսներին բերել մեր տարածաշրջանը։ Մենք չենք բերել, այդպես չի, բայց կարևոր մենք եւ Իսրայելորին եւ մնացած մեր գործիչները հիմնականում Եվրոպայի հետ էին գործ ունենում։ Նրանք նաեւ գերմանական կողմի առաջարկով դիմեցին նաև Ռուսաստանին, որպեսզի նաև Ռուսաստանը այս հարցի մեջ մտնի։ Դրա համար դիմեցին Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը այս հարցում օգնի մեզ։ Հայ վերացական պետություն պետք է ստեղծվեր, էլի մեր ծրագրի։ Շատ լավ։ Մենք էլի հեռախոսազանգեր ունենք, ես փորձեմ ընդունել նրանցից մեկը եւս։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեր հաղորդումը։ Այո, ես մտածում եմ, որ նախարարի հարցի վերաբերյալ, կաթողիկոսի հարցի վերաբերյալ, եթե կաթողիկոսին ինչ-որ մեղադրում են, մեղադրանքներ են առաջադրել, ինքը թող պաշտպանվի այդ մեղադրանքից։ Եթե ճիշտ է, թող ասի ճիշտ է ու համապատասխան հետևություններն են։ Եթե ճիշտ չէ, թող ասի սխալ է։ Եվ բոլորը կհասկանան հիմա դա ճիշտ է, թե ճիշտ չի։ Իսկ ինչ վերաբերում է, թե ինչու մենք հաջողության չհասանք, երբ որ ազատագրեցինք Արցախը, որովհետև ԼՏՊ-ից սկսած բոլորը մտածում էին իրենց կարիերայի մասին։ Այսինքն ԼՏՊ-ն եւ նրա հաջորդները բոլորը գիտեն, որ ԿԳԲ-ի գործակալները եւ նրանք երբևէ չդիմեցին, բայց կարող էին դիմել եւ նրանք գիտեին, որ ասենք կա Սևի դաշնագիր, կա իրավարար վճիռ, կա ազգերի լիգայի որոշում, ազգերի լիգայի փաստաթղթով 70,551 քառակուսի կիլոմետր է Հայաստանը, բայց նրանք ոչ ոք չդիմեցին դրան, որովհետև դա ծրագիր է, որը իրականացվում է մինչև այսօր։ Եթե պարոն Համբարձումյան Հովհաննիսյան կներեք, որ շփոթում եմ, ինքը ասեց, որ պետք է դատի տալ ներկա կառավարությանը։ Իսկ չեք մտածում, որ պետք է դատի տալ ԼՏՊ-ից սկսած բոլոր կառավարություններին։ Եվ ասենք ինիկվա կառավարությունը, երբ որ հասավ կաթողիկոսին, նա մինչև մեր բոլոր ազգային արժեքները հավասարեցրեց զրոյի։ Բոլոր ազգային արժեքները, սկսած Արարատից, որ ես հիմա դեր էկրանը տեսնում եմ այդ Հարահեղ Արարատը, սկսած հիմնից, սկսած ամեն ինչից։ Նա հիմա հասցրեց այն վիճակի, որ արդեն Ալիևը պահանջում է, որ 300,000 հայերը պետք է ուրեմն վերադառնան իրենց պատմական հայրենիքը Արևմտյան Ադրբեջան։ Հայերը չէ, ադրբեջանցիները, բայց ես կխնդրեի ձեր հարցը ձևակերպել, որովհետև դուք մտքեր ասեցիք, բայց շատ դժվար է դրանց պատասխանել, եթե հարց չի ինչու։ Ես հարցը ընչեցրեցի, չեք մտածում, որ հենց ԼՏՊ-ին առաջին հերթին պետք է դատապարտել նրան դատի տալ, հետո մյուս ղեկավարներ։ Շնորհակալություն։ Լիովին ձեզ հետ համաձայն եմ, բազմիցս ես հայտարարել եմ, որ հայոց պետականությունը 91 թվականից ԼՏՊ-ից մինչև այսօր նույն խնդիրն է լուծում, նրանց իրարից չեն տարբերվում այս հարցում։ Այնպես որ բոլորն էլ պետք է հայ ժողովուրդը կարող է մեծ առաջընթաց ապրել, հոգեբանական, երբ որ կարողանա դատի տա իր ազգի թշնամիներին։ Սա է խնդիրը։ Բոլորը միասին պետք է պատասխան տան, բոլորը։ Մենք զանգեր շատ ունենք, փորձենք ընդունել եւս մի քանի զանգ։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Ասենք ձեր հյուրը բավականին տեղյակ մարդ է, բայց մի հարցի ինքը չի պատասխանում։ Այդ ոնց եղավ, որ կաթողիկոսի մասին հիմա հիշեցին։ Այդ որ կաթողիկոսը կուսակրոն չգիտեն բոլորը եւ շուտվանից։ Եթե ձեր հյուրը իսկապես գտնում էր, որ պետք է այդ հարցը լուծվի, ինչև այդ ոչ մի անգամ չի լուծվել, չի դրվել այդ հարցը։ Եվ հարցի հիմնական մասը, ինչի հիմա Նիկոլ Փաշինյանը մեյդան բերեց։ Շատ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստում է մեծ զիջումների, եւ սա ուղղակի ժողովրդին շեղելու մի բան է։ Այս հասարակ բանը միթե պարզ չի գիտնական մարդու համար։ Շնորհակալ եմ։
Շնորհակալություն։ Լիովին ընդունում եմ ձեր ասածը, դուք շատ ճիշտ եք, այդ նույն կարծիքին եմ։ Շատ լավ, հաջորդ հեռախոսազանգն եմ ընդունում։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Ես Հյուրանոց Ռաֆայել Համբարձումյան։ Պարոն Ռաֆայել Համբարձումյան, եւ դուք պաշտպանում եք եկեղեցու գործունեությունը, հա? Ես ուղղակի ապշած եմ։ Դուք եք կարելի գիտնական եւ հնությունների հետևից եք ընկել։ Նախ այդ եկեղեցին ստեղծել են, որպեսզի հնազանդացնեն ժողովրդին դարեր առաջ։ Դուք ինչ եք քարոզում, Պուտինի իշխանությունը ինչի համար ստացավ։ Եվ դուք անհարմար չեք զգում, կոչ եք անում, որ եկեղեցին պետք է մնա իշխանության գլխին։ Հա? Դուք պատասխան եք խնդրում։ Շատ լավ, խնդրեմ։ Այդպիսի բան այստեղ չի ասված, Իսկ ինչ է նորից ասեք ձեր ասածը, որպեսզի ավելի պարզ լինի։ Դուք ասացիք ազգի գլուխը եկեղեցին։ Հայոց կաթողիկոսը ազգի գլուխը չէ, եկեղեցու գլուխը։ Հայոց կաթողիկոսը մեղադրվում է ուխտազանցության մեջ։ Եվ նա, եթե ես հայտարարում եմ, որ նա պետք է անպայման վերականգնի իր աշխարհիկ կարգավիճակը, դա նշանակում է, որ նա չի կարող մնալ հայոց։ Շատ լավ։ Հիմա փորձեմ տալ են հարցերը, որոնք որ հնչեցին, նաև եւ սեփական հարցերը եւս։ Ուրեմն կաթողիկոսը ընտրվել է այդ տարիներ առաջ այդ պարլամենտում սպանությունների օրը, հոկտեմբերի 27-ին։ Նույն օրը։ Անցել է քանի տարի, 20-ից ավել տարի։ Այս ընթացքում այդ հարցը եկեղեցական տարբեր պաշտոնյաներ, եպիսկոպոսներ բարձրացնելու եւ եկեղեցական այդ խնդիրը ներսից լուծելու փոխարեն եկեղեցին հիմնականում լռել է, եղել են խոսողներ իհարկե եւ ու կային այդ խոսողները եւ սրանից 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, բայց հիմնականուց իր հիմնական բանի մեջ լռել է եւ այսօր ոչ թե եկեղեցին է բարձրացնում այդ հարցը, այլ բարձրացնում է վարչապետը։ Դες համար տարօրինակ չի։ Ես այդ հարցին պատասխանեցի ձեզ արդեն։ Վարչապետը ուղարկվել է Հայաստան, որպեսզի հայոց պետականությունը վերանա եւ միանա Ռուսաստանին։ Շատ լավ։ Այս խնդիրը լուծելու համար Եթե դա է նրա նպատակը, եւ նա ուզում է, որպեսզի այս եկեղեցական հրաժարական տա եւ նոր եկեղեցական ընտրվի, ապա ինչ է նշանակում այդ նույն բանաձևին սատարելը, էլի։ Որտեղ նա մտածում եմ, որպեսզի ազգային եկեղեցական ժողովը ինքը պետք է գումարի եւ իր ինքը առաջադրի ինչ-որ մեկին։ Շատ լավ, հասկանալի է։ Շնորհակալություն, շարունակենք ընդունել հեռախոսազանգերը։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, մենք լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Սելի հեռուստադիտողներ, եթե դուք զանգահարում եք, խնդրում եմ հետևեք հեռախոսին, որովհետև ես լսում եմ, որ դուք լսում եք մեր եթերը, բայց մեր եթերը մի մոտավորապես 20 վայրկյան ավելի ուշ է հասնում ձեզ, հեռախոսով ավելի շուտ է, այնպես որ լավ կլինի, որ ուշադիր լինեք, երբ զանգահարում եք։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, բոլոր ձևի արտահայտությունները անբաց ոչ մեկից իրականությունը չի ասում։ Իրականությունն է, որ ուրեմն երեք իշխանություններն ղեկավարները մինչև վարչապետ Փաշինյանը ռուսամետ են եղել։ Մեր անկախության ժամանակ էլ եւ մեր դերչի սրբազանը կաթողիկոս Արարնա Գարեգինը նույնը ռուսամետալին եւ այդ գարնիքի եղբայրներ Ռուսաստան ամբողջ
հայության սրբազանն է, որը Պուտինին է բանանում, իրենց արգում։ Հիմա հարցը սենա, որ Փաշինյանը ինչ որ ուզեց արևմուտքի կողմն էլ անցնի, որ օգտվենք մենք արևմուտքից, որ չեմ ասում, որ Արցախին ժամանակ տեսանք մեր դաշնակցի դեպքներ, բոլորս գիտենք։ Հիմա Փաշինյանին չեն թողում, որ արևմուտքի կողմը անցնի եւ օգնություն ստանանք։ Մենք չենք ուզում Ռուսաստանից բաժանվենք։ Մենք համ ուզում ենք Ռուսաստանի կողմը մնանք։ Հիմա Փաշինյանի դերն եմ ասում։ Համեր ուզում արևմուտքից օգտվի, բայց այդ խաղի վրա է խաղում։ Բայց Ռուսաստանը չի թողում։ Հիմա մենք գտնվում ենք 1918 թվականների ժամանակաշրջանում, նույն ժամանակի նույն հարցի վրա ենք կանգնած։ Մենք անկախությունը առանք եւ այն ժամանակ Ռուսաստանը նոր բոլշևիկյան Ռուսաստանը ռուսները ու երբ որ բոլշևիկներն են գալի կարմիր գլխարկ են դնում, երբ որ մենշևիկներն են գալի սպիտակ գլխարկ են դնում։ Հիմա Փաշինյանը երբ որ Ռուսաստանա գնում կարմիր գլխարկն է դնում Պուտինի մոտ, երբ որ Արևմուտք կամ Ամերիկայա գնում ճերմակ գլխարկն է դնում։ Հիմա տեսա որ մեր քրեկոսներ նույն ձևի բանին է պաշտպանում, ռուսամետա ինքը առանձին խոսած կամ իրա խոսնալին Ֆորտեսկովը ուղարկեց դրա մոտ որտեղ Պուտինին ասեց որ պետք է դու մեր իմ կողմը լինես իմ արտածները միասին անենք պետք է ինձ ենթարկվես կամ հարցեր Շատ լավ, ձեր հարցը ասեք, օրինակ ինչ պիտի պատասխանի ձեր ելույթին։ Այո, հիմա ասեն, հա, հիմա իմ հարցն է, ինքը իրանք բոլորն է գիտեին, ամենահասարակ ժողովրդից մինչև ղեկավարները, որ վազգեն ներկայացուցիչը որ երեխա ունի, ումից ունի, քան երեխա ունի, մինչև անգամ չեմ ուզում բացարձան ասեմ, մեր բարեբար Մանուկյանի աչքա հետ եւ այլն, շատ չեմ ուզում մանդրանամ, հիմա մի անջատի, լսում ես, չես անջատել, չէ՞։ Լսում ենք ուշադիր, ձեր հարցը ձևակերպեք։ Հա, վերջացնում եմ, հիմա ասած ուստենա, որ նայ, իմի ռոպե, հա, որ Ստիպված մահանը արեց, Աստված ասել է, հա մի րոպե ասեմ, վերջացնում եմ, Աստված ասել է, որ բոլոր մեղքերը բանական, հիմա երեխան մինչև Աստված թույլատրում է, որ եթե մեղավոր գտնես այդ քո մեղքերը քավես, կարաս երեխա ունենաս մարդ ուսմանես տես ներում է։ Հիմա բայց ինքը ինչ անի, որ չի լսում իրան, այդ մահան արեց, սրբապղծություն արեց, թե չէ ուրիշ բան չկա։ Ինքը չի կարողանում, որ իրան ենթարկացնի մեր կատեգորին, մեր ազգային... Շատ լավ, կներեք ես ձեզ անջատում եմ։ Դուք չապ ուղղակի բան արեցիք ժամանակը, եթե անդրադարձ ունեք խնդրել։ Անդրադարձը սա է, մենք հայտարարում, ես որ ասում եմ, որ հայոց եկեղեցին միշտ եղել է ազգի գլխին, ազգի կողքին, ես ի նկատի ունեմ, որ ոչ թե հիմա վերջին մի քանի տարիներին, հիմա երբ որ մենք այդ ազգային եկեղեցական ժողովը իր երրորդ խնդիրը սա պետք է լինի, որ պետք է հայոց եկեղեցին մենք մաքրենք այդ ուխտազանցներից, այսինքն վերականգնենք մաքրենք եկեղեցին ինքը իրեն եկեղեցին պետք է անի, դա պետք է անի կաթողիկոսը, որ հիմա ուզում է պետք է հրաժարական տա, հրաժարական տալուց խնդիրը դա պետք է լինի, մենք պետք է մեր եկեղեցու համաշխարհային հզոր իր ուրեմն վարկանիշը բարձրացնենք, բացարձակ իջարա մեր եկեղեցին որևէ հեղինակություն չունի աշխարհում։ Եվ իրոք նա Ռուսաստանի դրածոն է եւ նա պետք է նրանցից որևէ շքանշան չընդուներ։ Շնորհակալություն, փորձենք այստեղ զանգերը շատ են։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև Արուսույա, ես մի րոպե չխոսացած իմ հաղորդումը կանջատեցի։ Շատ լավ, հարց տվեք։ Մի րոպե խոսում են։ Չես անջատում իմ։ Սխալվում եմ, ներողություն, որ չեմ անջատում, շատ ներողություն եմ խնդրում իմ հեռուստադիտողներից, որ չեմ անջատում, սրանից հետո անպայման կանջատեմ եւ խնդրեմ հարց ձևակերպեք։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Այո, բարև ձեզ։ Լսում եմ ձեզ։ Դուք եթերում եք։
Ուրեմն ձեր բարձրացած հարցը այդ ինչպես է եղել, որ նախկին իշխանությունների ժամանակ Կաթողիկոսը մնացել է եւ նմանատիպ հարց, որ բարձրացնում է Փաշինյանը, նախկինները չեն բարձրացրել։ Ինչ պետք է բարձրացնեն, քանի որ Կաթողիկոսին ոչ թե ընտրել են, այլ դրել են, նշանակել են ճիշտ պատասխաններն իմանալու համար ճիշտ ճանապարհն է հանդիպել այն 7 սրբազաններին, որը եթե կենթանի է, ողջ է, իսկ եթե ոչ, գտնել այն մարդկանց, որ մտերիմ հարաբերություն է ունեցել եւ ինֆորմացիա ունի այդ 7 հացադուլ արած սրբազաններին, նրանց միջոցով կարող են իրականությունն իմանալ։ Շատ լավ, այսինքն դուք առաջարկում եք ձեր հարցը խնդրել։ Կարեկինվեն նույն շրջապատի նույն մարդիկ են։ Ես դա կասեի, դա 100% է, դրա համար էլ նրա մասին կապնող չի եղել։ Շնորհակալություն։ Չունեք որևէ կոմենտ, չեք ուզում որևէ բան անել։ Սիրելի բարեկամներ, ինձ ասեցին, որ մեր ժամանակը մոտեցավ ավարտին։ Ես ուզում եմ մենք հիմա երկու խոսքով ամփոփենք մեր այսօրվա խոսակցությունը պարոն Համբարձումյանի հետ։ Ուրեմն ինչ վերաբերում է եկեղեցու հետ կապված այս կոնֆլիկտին, չնայած իրականում եկեղեցու հետ ես կոնֆլիկտ չեմ տեսնում, բայց դա իմ կարծիքն է։ Դուք կարծում եք, որ կաթողիկոսը պետք է հրաժարական տա եւ դա լավագույն լուծումը կլինի։ Խնդրում եմ նորից ձևակերպեք, ամփոփեք այդ միտքը եւ սրանով ավարտենք։ Մեր ազգային հոգևոր իշխանությունը պետք է մաքրվի այնտեղ սողոսկած պատահական մարդկանցից։ Մեր գերագույն խնդիրը հայոց պետականության վերականգնումից հետո դա մեր եկեղեցու հեղինակությունը վերականգնելն է, այսինքն այդ մարդկանցից ազատվելն է։ Հիմա գերխնդիրը սա է, սրանով զբաղվի հայոց եկեղեցին։ Սա է իմ առաջարկը։ Շատ լավ, սիրելի բարեկամներ, շնորհեմ, որ մենք զրուցում էինք Ռաֆայել Համբարձումյանի հետ, պատմական գիտությունների թեկնածու, հասարակական ազգային գործիչ։ Սրանով հաղորդումը ավարտում եմ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։